Ես այդպիսի ամիս տարի չեմ հիշում, որ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի վճարման ուշացում էր։ Մեր պատմությունը այդպիսի բան չի հիշում։ Դա նշանակում է, որ անկախ նրանից թե ով եղել կրթահամալիրի տնօրենը, դա այդպես ասած դրվագ է, որ ուսուցչի, մանկավարժական աշխատողի, այլ աշխատողի, աշխատավարձը համարվել է անձեռմխելի մի բան, եւ մենք բոլոր միջոցներով ապահովել ենք այդ անձեռմխելիությունը։ Ցավոք 2026 թվականին, հենց փետրվար ամսին, մենք այդպես մեր համար շատ անսովոր վիճակի մեջ հայտնվեցինք, երբ որ կրթահամալիրի աշխատողների, ասենք փետրվար ամսվա կանխավճարը, մենք վճարում ենք երկու մասով կանխավճար եւ աշխատավարձ, ուշացավ։ Ընդ որում այդ ուշացումը այնպեսին էր, որ կարող էր տևել օրեր, կարող էր տևել շաբաթներ, գալիս էր արդեն անորոշություն։ Ընդ որում վստահ կարող եմ ասել, որ այդ ուշացումը պայմանավորված չի եղել գործատուի անգործության կամ սխալով։ Մարտ ամիսն է, մարտի այսօր ասեք որը քանիսն է 26-ը եւ միջև աշխատանքային պայմանագրով միջև մարտի 20-ը մինչև 20-ը մեր աշխատողները պետք է ստանային կանխավճար ամսվա, մարտ ամսվա։ Այսօրվա դրությամբ այդ կանխավճարը ոչ ոք չի ստացել, եւ ելի անորոշություն է թեև ստանան, եւ սա նույնպես կրթահամալիրի տնօրենի անգործության հետ որևէ ձևով կապված չի։ Ես որ հիշատակեցի 850 բանաձևը, որ ընդունվել է 2025 թվականին։ Այդ բանաձևում է գրված, որ ուսուցչի, որը ուսումնական պլանով դասընթացներ է վարում, եւ ունի ուսումնական ծանրաբեռնվածություն։ Լրիվ ուսումնական ծանրաբեռնվածություն ունեցող մեկ դրույթ շաբաթական 20-ից 22 ժամ չէ, ուսումնական ժամեր պարապող ուսուցչի համար սահմանվել է դրույքաչափը, վճարման ենթակա գումարը այս բանաձևում, Հայաստանով մեկ, նվազագույն աշխատավարձ, բայց այնտեղ ստորակետ է դրված, չէ, եւ շարունակած է, որ այն կազմակերպություններում, որտեղ այդ դրույքաչափը ավելի բարձր է եղել, գործել է ավելի բարձր, ապա պահպանվում է այդ դրույքաչափը։ Ես դրա համար ասեցի, որ 2020-ից սկսած, այդ նշանակում է նաև 2021 թվականին կրթահամալիրում ուսուցչի աշխատանքային պայմանագրում այդ չափը, այդ գումարը կազմել է 160,000 դրամ եւ մեր յուրաքանչյուր ուսուցիչ կրթահամալիրի անկախ որ մեր դպրոցում աշխատել, եթե շաբաթական 20-22 ժամ է ունեցել, ստացել է որպես հիմնական աշխատավարձ 160,000 դրամ։ Ես չգիտեմ, բարձ ասեցի։ Իսկ մեզ վճարվել է 140,000 դրամի չափ։ Հիմա լիազոր պետական մարմինը նախարարություն 2023 թվականին սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջը վճարել է 160,000 դրամով։ Այստեղ կա պնդում, որ 2024 թվականին էլ ենք մենք վճարվել 160,000 դրամով, բայց արդեն 2025 թվականին մեջ է բերել մի հիմնավորում, որ տարիֆիկացիոն կոչված փաստաթղթում մեր դպրոցների 6 դպրոցների ուսուցիչների չէ այդ մի սյունակում դրված է եղել 140,000 դրամ, բայց մենք նորից ուզում ենք ներկայացնել, համոզիչ հիմնավորել, որ ընկերներ այդտեղ վրիպակ է եղել, ամենասովորական աշխատանքային վրիպակ, որտեղ որևէ հետևանք չի ունեցել եւ չի կարող ունեցել, որովհետեւ 2021 թվականին դպրոցները ֆինանսավորել են մի բանաձևով, որտեղ ուսուցիչների ուրեմն աշխատանքի համար վճարումները կատարվել են սովորող թվով, այսինքն այդ դրույքաչափը չի աշխատել։ Եվ կրթահամալիրի դեպքում էլ դպրոցները
ուսուցիչները վճարվել են ըստ աշխատանքային պայմանագրի, իրենց դրված գումար։ Այդ վրիպակը շատ արագ ուղղվել է, որովհետև այդ ինչ ասեմ, մարդկային վրիպակ է, էլի։ Եթե այնտեղ գրված լիներ 200,000 դրամ, ինքը կստանար 200,000 դրամ, իհարկե ոչ, որովհետև աշխատանքային պայմանագրում, ուրեմն հաշվապահական այդ ցուցակների մեջ վճարման, կատարվել է 160,000 դրամ եւ կրթահամալիրի կառավարման խորհրդի որոշման մեջ, որը որոշվել է այդ չափը 160,000 դրամը, նշված է 160,000 դրամ եւ այս բոլոր փաստաթղթերի ամբողջությունը ժամանակին ներկայացվել է նախարարություն եւ եթե նախարարությունում լիներ քննարկում, որտեղ ցույց տային, թե ինչու են հիմքում դրել վրիպակը եւ ոչ թե աշխատանքային օրենսգրքով որոշված կրթահամալիրում իրականացված հաշվարկների ամբողջությունը, մենք ասեինք, բայց մեր ներկայացրած փաթեթը այդ հիմնավորումները, որը ցանկացած մարդ, բարձրագույն կրթություն ունեցող մարդ, թե գրագետ մարդ, ինքը կարող է ինքը ստուգել, ապա մենք կարողանայինք դա ինչ-որ ձևով վիճակել, բայց երբ որ դա անտեսում են, շատ դժվար է լինում, այդ դեպքում վեճ չի դա խուլերի խոսակցություն։ Այստեղ էկրանին դուք տեսնում եք պտակի միասնական համակարգն է, որտեղ գրանցված է մեր դրույքաչափերը, եթե տեսնեք 160,000 դրամ է, ուսուցիչներ բաժինն է, ընդ որում 850N բանաձևում հրամանում ասում է, որ բոլոր տվյալները ֆինանսական վերցվում են պտակի կայքի եւ այդտեղ ֆիքսված է մեր ուսուցիչների դրույքները, որ նայեք կտեսնեք։ Ես եթե ներողություն, եթե լրացնելու բան Պարզապես եթե ասեք ինչքան եք դուք ինչքան պետք է, ինչքան եք ակնկալում եւ ինչքան են իրենք պատրաստ տալ եւ անցած տարի ինչպես է դա կատարվում։ Շատ ներողություն, ուրեմն գումարի կորուստը երկու մասով։ Մի մասով ես ասեցի 140-160,000 դրամին։ Մյուս մասով, որ մեզ անհասկանալի ձևով էլի չունի բացատրություն, մեկ էլ հանկարծ աշխատավարձները ոչ ուսուցչական անձնակազմի, ոչ ուսուցչական, հաշվարկվել են ոչ թե 850N բանաձևով նախատեսված յուրաքանչյուր ուսումնական հանրակրթական հաստատության համար, այդ նույն գործակիցներով բան ինչ-որ նշած է, այլ կրթահամալիրը դիտել են անօրինական ձևով, որպես մի հանրակրթական հաստատություն, ոչ թե 6 փաստացի գործող հանրակրթական հաստատություն, այլ մի։ Եվ այդ տարբերությունը արդեն, որ նայեք բանաձևին, Մարթան քիչ հետո ավելի մանրամասն կասի, ապա այդ տարբերությունը արդեն կազմում է 200 միլիոն դրամ, տարվա համար։ Այո, ինչ։ Այո, նախորդ տարի չենք ստացել։ Բայց մենք հիմա խոսում ենք 2025 թվականին, 26 թվականին։ Այո, մենք նայում ենք առաջ այս ընթացքը, որովհետև մենք մտածում ենք, որ 2025 թիվը իրար լսեցին, ներկայացվեցին հիմնավորումները, եւ 2026 թիվ մենք կարող ենք գտնել արդեն հստակ չէ, առանց այս անհասկանալի բանի, հակասության։ Ծնողները ստեղծել են կրթական համայնք բլոգը, այնտեղ տեղադրված են, չէ, 2026 թվականին ամբողջ այս գրագրությունը, ինչ որ ասում եմ, նախարարության հետ, մեր հիմնավորումները եւ աշխատավարձի դրույքաչափի մասով եւ մեր կրթահամալիրի հաստատություններին վերաբերող մասով, ինչու է կամ ինչպես է նախարարությունը 6 դպրոցի շրջանցում եւ դա դիտում չեղած որպես մխիթար սեպաստացի, ուրեմն հանրակրթական պետական հաստատություն, որպես մի հաստատություն։ Այդ բոլորը այնտեղ բան կա կրթահամալիրի կայքը, շատ գործուն կայք, կրթահամալիրի կայքից բացի ամեն մի դպրոց եւ քոլեջ ունի իր կայքը, որտեղ այդ դպրոցների գործունեության մասին դրված է ամեն ինչ։ Այստեղ չկա մի գրագրություն, պաշտոնական գրագրություն եւ այլն, որը ուրեմն ներկայացված չի։ Ձեր հարցին հիմա ես դժվար կպատասխանեմ,
որովհետև երբ որ մենք ներկայացնում ենք հիմնավորում, կրթահամալիրում ուրեմն ֆինանսական կազմակերպման մասին, կրթահամալիրում ուսումնական հաստատությունների կարգավիճակի մասին, կրթահամալիրում ուսուցչի աշխատավարձի այդ ուրեմն դրույքաչափի մասին եւ այդ ներկայացվածը ուրեմն չի կարդացվում, չի քննարկվում կամ այդ հիմնավորումները չեն հերքվում, այլ անտեսվում են, ուղղակի դրանք գոյություն չունեն ու այդ պատասխանները կրկնում են նույն պատասխանը, որ մենք հաշվարկվել ենք ոչ ուսուցչական աշխատավարձները որպես մի հաստատություն, որ մենք ուսուցչի դրույքաչափ հաշվել ենք 140,000 դրամ եւ այլն ու գումարում են ու ստացվում է այդ թիվը, որ իրենք ասում են, ասենք ստացվեց մոտ 600 միլիոն դրամ, որտեղ կրթահամալիրը ուսումնական հաստատությունների միավոր ասում վայ ինչքան մեծ թիվ ստացվեց, չէ՞, հա, բայց դրան իսկ իրականում իրենք միայն հանրակրթական ծրագրերի մասում պիտի հատկացնեին 800 միլիոն դրամ ու այդ 200 միլիոն դրամը արդեն փորձում է մնալ չգիտեմ որտեղ, սա փաստ է, որ նայում են գանձապետական համակարգով, տեսնում են, որ մենք ոչ բյուջետային միջոցների մի տպավորիչ, Հայաստանի համար տպավորիչ, որտեղ պոակ դպրոցները ոչ բյուջետային ծառայություններ չեն ստեղծում, իրանք լավ կամ վատ ծախսում են պետական հատկացումները, իսկ այստեղ կա այդպիսի մի թիվ, որ ստեղծվել է, չէ, ուրեմն կարելի է կտրել, չէ, օրինակի համար, եւ այդ բաները հատուցել արդեն, բայց ծնողների այդ ուրեմն մասնակցությունը կրթահամալիրի զարգացմանն է ուղղված, չէ, նրա ուսուցչի, նրա սովորողի համար, ոչ սովորական լավ առումով ոչ պայմանների ստեղծմանն է ուղղված, չէ, քանի որ այս 3 հիմնադիրները միասին կազմակերպությունը կրթահամալիր կառավարությունը որպես իրավաբանական հիմնադիր, այդպես ասենք, եւ ծնողական համայնքը կան, նրանք երեքով միասին պետք է քննարկեն կրթահամալիրի հետազոտական այս միավորման, չէ, հեղինակային կրթական ծրագրեր իրականացնողի խնդիրները, չէ, հարցերը եւ համաձայնությամբ գալ։ Այստեղ վերադասի սկզբունքը թելադրանքի ոչ միայն չի հասկացում, կարծեմ Դավիթ Մուրադյանի հարցադրումը այստեղ էր նաեւ, չէ, այլ ուրեմն անթույլատրելի է այս առումով։ Եկեք հարցերին այդպես նայենք եւ աջակցենք, որ այս 3-ի բանը այդ խորհուրդը, որի վրա կառուցված է կրթահամալիրը, առանց դրա մենք չէինք լինի ուղղակի։ Ուրեմն այս փուլում անպայման վճռական ազդեցություն ունենա եւ ինքը դառնա հասարակության առաջ պատասխանատու մոդել, չէ, նման համագործակցության։ Այդ դեպքում մենք իրոք որպես հանրային դպրոց խթանում ենք, չէ, հանրային զարգացումները հանրակրթության, կրթության միջոցով։ Նախարարությունից մենք առավոտը ստացել ենք իմ ձեռքին ուղղակի նաև, հա, մենք չենք հասցրել քննարկել մի առաջարկ, հա, որը այսօր կառավարման խորհրդի նիստ է, մենք կհասցնենք այդ առաջարկը բանանել, նայել, որ 5 ամսվա հաշվով հունվարից մինչև մայիս ներառյալ 5 ամիս հաշվով ուրեմն սուբսիդիայի պայմանագրով ոչ թե տարվա գումար տալ, այլ 5 ամսվա գումար տալ, որպեսզի կրթահամալիրը այս իր բնականոն վիճակը վերականգնի, իհարկե իրենց հաշվարկով, ոչ թե մեր ներկայացրած եւ խորհրդի հաստատած ծախսերի նախաշվով, այլ իրենց հաշվարկած այդ 600 միլիոն դրամը վերածած 5 ամսվա հատկացման, չէ, բայց այստեղ վտանգավորը ինչն է։ Շա որպես միջանկյալ տարբերակ թվում է թե նորմալ է։ Ես ուղղակի վերջնական կարծիք չեմ հայտնում, ես ասում եմ ինչ բան, բայց այստեղ մեր վրա ուղեկցող նամակի վրա մեր վրա դնում է պարտավորություններ, որը մենք դա մերը չի, այսինքն նորից կասկածի տակ առնում մեր ուսումնական հաստատությունների որպես իրեղեն ապացույցներ գործող, լսում եք, դա աննորմալ բան է, կներեք բառի համար, այդ կասկածը էս ինչ է նշանակում, երբ որ
տեղեկատվական միասնական համակարգում գրանցված են դրանք, երբ որ դրանք գործում են ամեն օր իրենց սովորողով, ուսուցչողով, տնօրենով եւ այլն, հա, եւ ասում է պայմանով, որ դուք 2 ամսվա ընթացքում ապրիլ-մայիս, չէ, կհաշվառեք դրանք, ուրեմն իրավաբանական անձանց ռեգիստրով, հա, ես չգիտեմ ինչպես եւ չգիտեմ ինչու, երբ որ մենք հիմնավորված ներկայացրել ենք, որ դրանք օրենքի ուժով համարում են հաշվառման, որոնք փաստացի գործում են 2006 թվականից մինչև 2024 թվականը գնում է կրթական համակարգը ֆինանսավորման բոլորի կողմից ընդունված ուրեմն բանով, կարգերով, մենք այդպիսի ֆինանսական կազմակերպման կարգը ներկայացրել ենք, հրապարակել ենք, հա, ու մեկ էլ հանկարծ միջամտություն լրիվ բանանելը, ինչ որ բանի վրա, որն է բանը, ինչա փոխվել, այսինքն նոր ուսումնական հաստատությունը ավելացել, ինչ ա եղել, այսինքն ինչի նույն նախարարությունը, իշխանությունը 2018-19 ուշադիր 20, 21, 22 թվականներին պատկերացրիք, ուրեմն 6 դպրոցի հաշվով է ֆինանսավորել, 6 ու մեկ էլ հանկարծ, ասենք 2025-ին կամ 26-ին, որոշումը չէ, որ 6 դպրոց չի, այլ մի դպրոց հանրակրթական հաստատությունը, համաձայն եք, չէ, դες չունի բացատրություն։